դիմացինը այնքան նարցիս կարող է լինել, պսիխոպատ, գազլայթեր կարող է լինել, որ ամեն ինչ ձեր գլխին կարող է բերել եւ դուք մեկ փաստ չկարողանաք դուրս բերել, որ ասել, այ դու սա ես արել։ Ընկերներ, եթե դուք տեսնում եք, որ այսպիսի սցենարներ ձեր կյանքում հաճախ են լինում, որ դուք վեճերի ժամանակ դիմացինը ձեզանից օրինակ է խնդրում, իսկ դուք չեք հիշում, դուք պետք է լուրջ առնեք այս փաստը։ Ինչ անել օրինակները մտապահելու համար։ Կարող եք պահել էմոցիաների, հույզերի օրագիր, որ երբ որ ձեր հարաբերությունների ժամանակ ինչ-որ բաներ են տեղի ունենում, դուք ուղղակի մի պահ կանգ առնեք, նստեք եւ փորձեք գրանցել։ Ինչ տեղի ունեցավ։ Իմ դիմացինը ինձ ինչ ասաց։ Ճիշտ ինչ ասաց, որի պատճառով ես հիմա ինձ այսպես եմ զգում։ Ինչ տեղի ունեցավ այս հարաբերության մեջ, որ ես ինձ մեղավոր զգացի, որ ես ինձ չհասկացված զգացի, որովհետև երբեմն գազլայթինգի ժամանակ, մանիպուլյացիայի ժամանակ մարդը ինտուիտիվ մակարդակում զգում է, որ իր հետ ինչ-որ բան են անում, հա, զգում է, որ իր մաման ամեն անգամ զրույցի ժամանակ ինչ-որ բան է անում, որից ինքը կարող է հետո նստել 3 ժամ լաց լինել մազերը պոկելով, կամ զգում է, որ ամուսինը ինչ-որ բան է անում, որից հետո ինքը մի ամբողջ ամիս զգում է մեղավորության զգացում եւ փորձում է ապացուցել, որ ինքը լավ մայր է, լավ կին է, չգիտեմ, տարբեր հոգեվիճակներ։ Եկեք մենք միասին կաշխատենք, կվերլուծենք, կփորձենք հասկանալ, որտեղ երբեմն այդ արտահայտությունները ունենում են օղատակեր, ունենում են հստակ մեսիջներ, որոնք ուղղված են ձեր հոգեվիճակին։ Մենք միասին սիրով կվերլուծենք մասնավոր ձեր դեպքը եւ կփորձենք լուծումներ գտնել։